Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 1 Ամառն ու ձմեռը դու ստեղծեցիր Սաղմոս 74:17 Թանկագին ընկեր, այս ձմեռային ամիսը սկսիր Աստծո հետ հաղորդակցությամբ։ Խստաշունչ ձյունն ու մարմնի մեջ թաքնվող քամիները հիշեցնում են այն մասին, որ Աստված հավատարմություն է պահպանում իր ուխտին գիշեր ու ցերեկ, և հավատացնում են քեզ, որ նա ապագայում էլ հավատարիմ կմնա փառքի ուխտին, որ կնքել է քեզ հետ Հիսուս Քրիստոսում։ Իր խոսքի հանդեպ տարվա ամեն եղանակին հավատարմություն պահողը կպահի այն նաև իր սիրելի որդու հետ փոխհարաբերություններում։ Հոգու ձմեռը տագնապալի ժամանակ է, և եթե այն այդպիսին լիներ, հիմա ինչ հոգեկան ցավ կառաջացներ։ Սակայն մեր մխիթարությունն այն է, որ ձմեռը բխում է Տիրոջից։ Նա ուղարկում է փորձությունների կատաղի քամիներ, որոնք ոչնչացնում են միամիտ սպասումների ծիլերը։ Նա արծաթափալ եղյամով էլ ծածկում է մեր ուրախության երբեմնի կանաչ մարգագետինները, սառույցի զրահով է պատում մեր հիացմունքի վտակները։ Ամեն ինչ հնարավոր է Տիրոջ համար։ Նա ձմեռվա մեծ ընթագավորն է և կատարելապես տիրապետում է իր ցուրտ ու սառը տիրույթներում։ Այդ պատճառով մենք իրավունք չունենք տրտնջալու նրանից։ Կորուստները, զրկանքները, տկարությունը, հիվանդությունները, աղքատությունը և հազարավոր այլ դժբախտություններ ուղարկում է Տերը, և դրանք իրենց վրա կրում են նրա իմաստուն մտահաղացման կնիքը։ Սառնամանիքը ոչնչացնում է վտանգավոր միջատներին, խոչընդոտում է վտանգավոր վարակների տարածումը, մանրացնում է կոշտ հողը, փխրեցնում է հողը։ Թող միշտ նման բարեհաջող արդյունքներով ամփոփվեն մեր տառապանքների ձմեռները։ Ինչպես մենք ենք գնահատում կրակը ձմռան սառնամանիքին, ինչպես ենք ուրախանում ուրախ բոցի համար։ Եկեք նույն կերպ գնահատենք մեր Տիրոջը փորձությունների ժամանակ, ջերմության ու մխիթարության այդ մշտական աղբյուրին։ Եկեք մոտենանք նրան և ուրախություն և խաղաղություն ձեռք բերենք նրանում, որոնք մեզ խոստանում են մեր հավատը։ Սիրելիներ, եկեք հագնենք նրա խոստումների տաք հագուստները և լցվենք ձմեռային եղանակային համապատասխան աշխատանքի։ Թող ցուրտը արդարացում չդառնա մեր ծուլության համար, քանի որ իրեն դաշտային աշխատանքներին չպատրաստված մարդը ողորմություն է խնդրելու, երբ ամառը վերջանա։